Բարելույս սիրելի բարեկամներ, գնացքի եմ սպասում, շաբաթ առավոտը հատուկ այդ մարդիկ կան սպասող, մեկն էլ աշխատողն է գնացքի, մեկինա շատ են, այս պահանջարկը ինքան շատ է գնացքի մեջ այդ ստուգող բան, ինչ էր կոչվում, ինչ էինք ասում, ուղեկցող էլի երևի, հա գնացքի, չգիտեմ ինչա կոչվում, բայց պահանջարկ շատ կա, մի ժամանակ որ գործեր էի նայում, այդ գործի թափուր տեղերը շատ կային։ Էդ էլ հեշտ գործ չի անդադ ոտքի վրա, հերվից արդեն եկավ էնա գնացքս։ Լավ քամի է, եղանակը ցրտել է, հագին իջել է 11 աստիճան է, բայց քամին որ հետն է, դրա համար են ցուրտ է։ Արագ եմ դուրս եկել, ձեռքի կրեմ էլ չեմ հասցրել կսեմ, հիմա գնացքի մեջ կգսեմ։ Լավ գնացք տեկավ անջատեմ։ Հավեմիսը արդեն խաշել եմ, բուլոնս մի հատ արագ եպեմ, հետո նոր առևտուրից ցույց կտամ ձեզ։ Ուրեմն ես արդեն լավ եպվել, մի քիչ անգամ ջուրը եռացրել, ավելացրել, որտեղ իրոք երկար է եպվում։ Հիմա պետքա, այսինքն մի հատ բրինձը լվանամ, նոր բացել կապարիչը։ Բրինձ պետքա լցնեմ։ Մի քիչ լվանամ, բասմատին շատ արագ է եպվում, մինչև բրինձը լցնեմ, գազարը քերեմ, արդեն պատրաստ կլինի։ Շատ էլ չանեմ։ Լվանամ, գազար եմ ուզում քերեմ մեջը լցնեմ ու բան կանեմ։ Քաղցր մի հատ լցնեմ համի համար։ Ասեմ, որ այս ամբողջն կարել է մի օրում, տեսակ կես-կես դրեցի բլոկները, որ երկար չլներ։ Դրա համար դույշ օրով ես լեցնում։ Մութն արդեն են գելա, 6:20 մութը ընկնում է։ 3 ժամին իմ կոլեգաները, ես 6:30 եմ գործս վերջացնում, որ գնացի վերև, տեսնեմ այդ որ իրանց ռամադանն են պահում, ուղիղ 6:30 վերևն էին, կեսը աղոթում էին, կեսը բան էին ուտում, մեկին հարցրի ասում եմ, երբ ես կերել վերջին անգամ, ասում առավոտ ժամը 5-ին, ոնց որ 5-ից հետո չեն կարա ուտեն, այսինքն ոնց որ արևածագից հետո չեն կարա ուտեն, էլի ոնց հասկացա, այդպես այսինքն իրանց առավելություն էլ են տվել գործի ժամանակ, որ բանն անեն էլի, որ գործը չվերջացած, կարան հենց որ վերջանում է իրանց այդ ռամադանը, բարսանան վերև, մի բան ուտեն, իրանց շատ արտոնություններ են տալիս, այս լույսը պետք է վառեմ մութա, թե չէ, երևի անջատեմ ավելի լավ է, հետաքրքիր է, մեզ կտային առավելությունները տես, չեմ կարծում, մեր նոր տարին սուրբ ծնունդը սուսուփուս անցնում է, բայց իրանց շատ արտոնություններ են տալիս, հանդիսավոր նշում են, հանդիսավոր նշելն են, որ լավ նախաճաշ էին սարքել, չնայած այդ հենց իրանք էին սարքել, իրանք սարքել էին, խանութն մի քիչ աջակցել էր ու սեղան էին սարքել։ Ես էլ արագ կլցնեմ, որ բրինձը շուտ է եպվելու։ Գազարն էլ լցնում ենք, բանջարեղենը այնքան շուտ է եպվում, որ լցնում ենք մի երկու հատ եղում է, եպվում է։ Բայց երևի մի հատ լցնեմ գազար, երկու հատ հանել եմ, չէ լավ, երկուսն էլ կլցնեմ, որ շատ լինի։ Կարելի է մի հատ օրգանիզմը ստամոք սաղիներ մաքրելու համար էլի սկսել մի շաբաթ 10 օր նեղուրի հյութ պատրաստել խմել։ Տեսեք, իմ հեռախոսը, քանի որ նոր եմ հետը ծանոթանում, ես լուսավորության հետ, ոնց որ ավտոմատ ինքը փոխվում է, ես պետք է նայեմ, երևի, որ ինքը չփոխվի, ես ինքս փոխեմ, հիմա որ լույսը վառեմ, իր լուսավորությունը պետք է որ ուժեղանա, չէ, ոչ մի բան էլ չեղավ։ Այլի Android է, բայց մեկը իմ համար Samsung-ից հետո մյուս հեռախոսները դժվար են իմ համար օգտագործել են։ Սիրելիներս, ես լվանամ։
քերի ճուտանացնեմ ու Այսել մեկ լսնեմ խառնեմ, նայեմ ոնց է, որ երկրորդ դատարը կավելասեմ կամ չեմ ավելասնի։ Չնայած մաքրեցի, իսկ հիմա շատ կլինի արդեն երկրորդը ահագին մեծ գազարա։ Ոչինչ, էնի ուրիշ ձև կօգտագործենք, գազար շատ ենք մեկա ճաշերի բաների մեջ լսում օգտագործում։ Ահա, այս թոնը այսպես մի քիչ եփվի, մինչև ես կանաչին կկտրատեմ, տեսեմ հլը համեմ ունեմ, եթե համեմ չունենա, մի քիչ չորացրած համեմ կլսնեմ ու թարմ մաղադանոց կլսնեմ։ Կանաչիներ կտրատեմ, մինչև ես կեփվի։ Կանաչին այս տոպրակի մեջ եմ ես անգամ լցրել, ահագին լավ մնում է, այս արդեն մի քանի օր, երևի մի 5-6 օր է սրա մեջ է, շատ լավ մնում է, այս ակցիոնից որ վերցրեց տոպրակներից է, լավ էլ մնում է, համեմ ոնց որ մի րոպե, մենակ մաղադանուս է, Հայաստանում լավ ձմեռ է, հա, աղջիկաս հետ խոսացի, ասեց լավ ձյուն ասում այն, որ դուք Հայաստանում եք ձմեռեր է, այ այդ ձև ձմեռ է հիմա։ Այստեղ չէ, այսօր անձրև սկսեց գալ, բայց տաք է։ Չէ, համեմ համարյա թե չկա մեջը, մենակ մաղադանոսը, ոչինչ։ Ես կտրատեմ ու Երիքա լավ երևի ես տեղը կդնեմ, ես 3 լիտրանց տոպրակները լավն են։ Երեկվա առևտրի որ գնացինք, ուզում էի կանաչ լոբի գնեի, բայց դալդիում առևտուր արեցինք տեսակ, բայց կար շատ վապներ չեմ առել, շատ վապներ։ Երևի դրա համար մարդ կալ դիտքան չեն գնում, չնայած լինում են դե ահագին էլի մարդ լինում է, բայց ընդհանուր առմամբ ոնց տեսնում եմ ավելի շատ Լիդլից են առևտուր անում, քան Ալդիից։ Լիդլը միշտ ասում եմ ձեզ, մեզ մոտ է դրա համար ենք միշտ գնում Լիդլ, այնպես չի որ Լիդլը շատ հավանում ենք։ Բայց մյուս առևտրին արժի պայմանավորվել շուտ ետ գնալ մի հատ ուրիշ սուպերմարկետ կա, վաղուց չենք եղել, կարելի է գնալ Կոլբրայթ։ Էն էլ այնքան մեծ խանութ է, որ ուշուշ ենք գնում, տեղերը չենք գտնում, էդ էլ անենանի արտային ասում, որ տեղերը դժվարությամբ ենք գտնում։ Հա, ես էլ պետք է լվանային, սլիվանան լսնեմ, թող բանուշ փոքր տա։ Կծու չի, հա, կծվի տեղա վաճարվել, բայց կծու չի։ Այսել էսպես։ Հատենք, այս պղպեղն էլ կգցեմ, հենց այսպես մեծ պետք է լսնեմ։ Մսին էլ աղ չեմ գցել, այնպես որ շատ էլ չլսեմ, ես խոշորաղը որ լսում եմ, ոնց որ մի քիչ աչքա չափը խառնում եմ իրար, շատ եմ լսում, ես հլը թող մնա, մի հատ համը կնայեմ, պղպեղ էլ կլսնեմ։ Շատ էլ չլսնեմ։ Աղացած կարմիր պղպեղ չեմ սիրում, որ սրա մեջ լծվում է, էլ ուրիշ համեմունք չեմ լսնի, չէ։ Հա, չորացրած համեմ պետք է լսնեմ, որ չէ։ Չորացրած համեմ պետք է լսնեմ։ Հենց այս չորացրած համեմը հեռատեսներ ջան, դուք էլ եք իմ նման պետք է այսենց հեռացնենք, նոր կարդենք։ Համեմ լսնեմ ու մաղադանոս եք լսնեմ։ Ահա, վերջ, անջատեմ, կանաչին էլ լցնեմ ու բուլյոնը պատրաստ է։ Կանաչին չեմ թողնում եփվի։ Համեմ լավ կլներ, բայց դե չորացած համեմի համը կտա։ Ահա, մաղադանոս։
Սամիտն էլ լավ կլներ։ Դե չգնացին բանջարեղենի խանութ պետք է գնայինք, չգնացին, դրանել։ Էսա բլունս արդեն պատրաստ է, այնպես որ կարելի է անուշանել։ Խանութից եկանք պայուսակներ, այսպես դրել եմ, հեսա դատարկելու եմ, ասեցի իրար հետ կդատարկենք, այստեղ այս ծաղիկներս եմ ուզում ցույց տամ, այսօր արդեն ամսի 27-ն է, ճիշտ է, շատ ժամանակ չի անցել, 6 օր, բայց լնայեք ինչքան լավ եմ պահպանվել, իդեպ ինձ հարցրել եք ինչ լցրի մեջը, այդ սնուցող իր հետ կար պատրաստի, երկար դիմանալու համար ծաղիկների սնուցող նյութեր են, կոնկրետ դրա մեջ ինչեր ես չգիտեմ, բայց տարբեր բաներ են օգտագործվում։ Հələ նայեք վարդը ինչքան սիրուն է բացվում, բա մեխակները շատ սիրուն են, մեկը մյուսից սիրուն ծաղիկներ են, մարդու տրամադրությունը բարձրանում նայելուց։ Ահա, հիմա կամերան հարմարացնեմ ու առևտուրը իրար հետ դատարկենք։ Մի քանի խանութ մտանք, ծաղիկներն ասեք, որ շատ սիրուն են, հոտն էլ մի հատ նայենք ու վարդը հոտ ունի, մեխակն էլ ունի, այս բոլորս նույն հոտն է գալիս, ուրեմն ելակ առանք մեծ ամանով, համը չգիտեմ ոնց կլինի այս սեզոնին, դե բնականաբար ամեն ինչ պետք է իր սեզոնին ուտել, կհամտեսենք, տեսնենք ոնց է, ամեն դեպքում մեծ ամանով կարդ վերցրենք, հիմա հերթով պայուսակները բերեմ դատարկենք, խառը տարբեր խանութների առևտուր են, ակնոցներս հայի մոտ է, որովհետև այստեղ ինձ թվում է պետք կլինի ինձ այս ծաղիկներից եմ առել, որ տնկեմ սոխուկները, այս երկու տեսակը արագ կասայի մոտ դրած էր, ուղղակի պետք է արագ վերցնեի, էլի շատ ժամանակ չտրամադրեցի, չփորփրեցի, այս երկուսը վերցրի։ Կարակ վերցրի երկու հատ, սրանք կոնկրետ Ալդիից վերցրի, այդտեղ որ գնացինք ակցիոն Ալդի էլ կա, մի անգամից մտանք մսի խանութ այդ կադրերը որ տեսակ, դրանք էլ մսի խանութից էին։ Սերուցքային կարակ երկու հատ, առավոտ նախաճաշի ժամանակ ուզում էինք պանիր ու չունեինք, շատ զարմանալի էր, մենք միշտ ունենում ենք համ աղաջրի մեջ, համ էլ այս տեսակ, բայց չունեինք, շատ զարմանալի էր, երկու հատ վերցրինք Ալդիից։ Պետա պանիր, անքաշ, մեր անքաշներից։ Պրեյ վերցրի, վաղուց սոուս չեմ պատրաստել, սունկ էլ վերցրի, բայց սերուցք մոռացա վերցնեմ։ Լավ, այսօր վաղը չեմ պատրաստելու, երկուշաբթի օրը նոր էլի խանութ կգնամ կառնեմ։ Կարտոշկի ժարետի համար Աշոտը այս խոզի մսից վերցրեց, գիտեք, այս իրա բլյուդն է, իրա ճաշատ տեսակն է, որ շատ համով է պատրաստում, շամպինյոն է ծերուցքի համար, որ ասեցի, ծերուցքի համար չէ, սոուսի համար, որ ծերուցքը չէի առել։ Ամբողջը հատիկի հաց, այդ ալդի հացերը այդպես մեզ դուրս չեն էլ գալիս, չնայած գիտեք, ասել եմ, ալդի մենք շատ հազվադեպ ենք մտնում, այնպես ոնց որ ասում են, ստիպված ենք մտնում, երբ որ այդ կողմերում ենք, հիմա որպեսզի ուրիշ խանութելի չգնայինք մտնենք, Աշոտը հաց վերցրեց մի հատ, ամբողջ հատիկի հաց է, կարևորը որ գոնե լավ հաց է, առողջարար հաց է, այս Հա, մի քիչ խառն ենք դրել, ոնց որ այս քսովի պանիրները իդեպ հետս Հայաստանել էի տարել, ասի երեխեք մի հատ ուտեն մանկության համը հիշեն, սրանք լավն են, նախաճաշ համար շատ համով են։ Սալոր զեղչվել էր, ասեմ ձեզ քանի հատ 2, 4, 6, 7 հատ ամենքը, դե գրամով է բնականաբար կես կիլո, հա, 2 եվրո էր իջել։ Կարտոֆիլ է վերցրել Աշոտը 5 կիլոանոց, բայց գինը չգիտեմ, եթե հետաքրքրավ կտրոնի վրա պետք է նայեմ ու ասեմ։ Այս տնեմ այստեղ մի անգամից, որ տեղավորեմ, հիմա հաջորդ միշտ առևտրի գնում ենք այս պայուսակներով հարմար է։ Շատ հազվադեպ, որ կարող ասենք այնպես խանութ մտնենք, որ ճանապարհին ենթադրենք, որոշենք մտնենք, պայուսակները տանը թողած լինենք, այդ ժամանակ կարող է այդ ցելոֆանի ստոպրակ վերցնենք, այնպես աշխատում ենք չվերցնենք։
բանան, այս անգամ բանան շատ կա տանը, հասածներս առնան եմ դրել, մի բան պետքա սարքվի, տեսնենք թե ինչ, մի ձև պետքա օգտագործվի, անանասը հակաբորբոքի հատկություն ունի, այս անգամ կիվի նարինջել եմ վերցրել, մի քիչ ոնց որ այդպես հիվանդության բաներ զգում ենք, նարինջը ինչ անուշոտ ուներ, կոճապղպեղ, մանդարին, հիմա չնազել այդպես մանդարինը չի էլ ուտվում, չնազ միշտ կա, կարելի ասել միշտ կա, էդ էլ հետաքրքիր չի, ամեն բան իրա սեզոնին պետքա լինի, պետքա իրա սեզոնին ուտվի։ Մսեղենից խանութում էլ ցույց տվի, այս ապուրի հավերից վերցրի, շուտը վերցրեց, հենց այսօր ես արդեն մի հատ եփել եմ, պետքա բուլյոն պատրաստեմ, սրանք խոզի տոտիկներ ա վերցրել Աշոտը, որ խալածեց սարքի, ինքը շատ լավ է սարքում, այդ սարքելու պրոցեսը կնկարեմ, տեսնենք ոնց է ինքը պատրաստում, սրանք երևի թողնեմ մի անգամից հալվի, սա իրան հավցնեմ, սառածն էլի թարմ չեմ, Աշոտ ես խալածեցնել, էվանը խոզի տոտիկները թողնեմ հալվի, այս թողեցինք հալվի, սա տանեմ բացայանի մոտ, ուրիշ միշտ չենք արել, որովհետև ունենք ամեն ինչ հաջորդ պայուսակը գրեմ, այս վերջես մենակ պիցա պատրաստի ուտում են, երկու հատ մոցարելայով պիցայի ա վերցրել Աշոտը, սրանք էլի Ալդից վերցրի, այս լողանալու այս սպունգները, կուպկաները, մեր խանութից էլ էի առել, իդեպ շատ էժան էին, մեր խանութում արժի 2 հատը իրար հետ 1 եվրո, այդ տեսակը կոնկրետ, այս չափինները 2 հատը իրար հետ 1 եվրո արժի, իսկ օրինակ 2 հատը իրար հետ, այս գույների մեջ էր ոնց որ հենց, 2 հատը իրար հետ, բայց լավ սենց խոշոր մեծ, արժեր 4 եվրո, մի հատը 2 եվրո, սրանք Ալդից վերցրի, ես էլ արժեր 3-ը իրար հետ 1.50, էլի 50 ցենտ, լավ գինա, ես դրանց էժաների չպետք է լինի, շատ լավ է, բայց մտածում եմ մեր խանութից էլ կառնեմ, որտեղ շուտ-շուտ փոխում եմ, ես շատ եմ օգտագործում, էլի կառնեմ, ես սիրում եմ, որ զապաս շատ եմ ունենում, էդ էլ հնուց մնացած բան է, ոնց որ մամաս էր սիրում ամեն ինչ զապաս ունենար տանը, նենց էլ ես եմ, իսկ հիմա շատ կանայք իմ նման, այդպես զապաս սիրում են ունենալ, չնայած որ այս դարում պարտադիր չի զապաս ունենալ, չէ, միշտ էլ ամեն ինչ կա, այն բանով ա պետք, որ եթե էժանա, այդ ժամանակ առնենք ունենանք, առնենք պահենք, կիվի եմ վերցրել վիտամին C, այսինքն շատ ա պարունակում, այս ոնց որ արժեր, մի րոպե ասեմ 4 եվրո, իսկ այնտեղ հատով էլ կար մի հատը 59 ցենտ, 60 ցենտ էր, չգիտեմ, իսկ հիմա միշտ այսպես ավելի հարմար ա գինը գալիս, իսկ ինչքան ա մեջը հետաքրքիր ա, կիլոյ ա հենց, այս էլի սալոր, սալորը աղների համար շատ լավ է, դե համ սալորաչիրը, համ էլ թարմ սալորը, սալորաչիրը եթե շաքարավազ լցրած չի շատ լավ է, եթե առանց շաքարավազը շատ լավ է, իսկ այսպես թարմ սալորն է շատ լավ աղների համար, կարելի է օգտագործել ժամանակ առ ժամանակ կամ մեկ-մեկ, ասենք ինչի չէ, համ որպես քաղցր, համ էլ որպես չնայած թթու է, օրինակից դուր է գալիս այդ թթվությունը, մեր հալած մեղրը սառել էր, Աշոտը խանութում հիշացրեց, հալած մեղր վերցրին, այս պատրաստի յոգուրտները ես կարդացի, որ քիչ յուղային են ու 2 հատ վերցրել եմ այստեղ մալինայի ու դեղցի համերով։ Դրանց հիմնականում ասենք մենք սարքում ենք ինքներս մեր համար յոգուրտ ու այդ հունական մածունը շատ լավն է դրանով, սրանք դե որ Ալդի էինք մտել, այսպես փոփոխություն վերցրել եմ, քաղցր պղպեղ, ասում թթվի համար մատերիալ էի ուզում, մենակ մի հատ ծաղկակաղամբ ենք վերցրել, պետք է ուրիշ խանութ մտնենք, բայց մի անգամից տուն եկանք, արդեն հոգնեցինք, շատ երկար էինք դրսում, այս անգամ Աշոտը վերցրեց, ասում է բեր մի անգամ լես պատրաստի բաներից վերցնենք, նախկինում մեկ-մեկ վերցնում էինք, հավի կրծքամիսով պատրաստված բան է, սառած մեղրը, այս վերջացել էր, գազը չի, լվացանը մաքրելու համար, այս
ինչ էինք, նախինում ռակշա էինք, չէ, օգտագործում, այս դրա հեղուկ տեսակը։ Ես միշտ օգտագործում եմ ու շատ հավանում եմ, նուրբա չի վնասում մակերեսները, գազ բան մաքրելու համար էլ, չնայած իմը դեսինդուկցիոն պլիտան մի քիչ զգուշանում եմ, աշխատում եմ շատ նուրբ ձևով բան անեմ, բայց պետք է ոնց որ մի հատ պատվիրեմ Թեմոյից, այդ ամբողջական ծածկեմ, որ չվնասվի, մի քիչ լավ պահպանվի պլիտան, իսկ այն որ պետքա ճանաչեր, ասենք, այդ սուրճ եփելու ապարատը, չի սուրճ եփելու այդ ինչը ջազվեն կամ ինչը թեյնիկը կամ սրճնիկը, այդ որ ճանաչեր, այդ ոնց որ Թեմոում իմ գտածը նույնը չէր, ինչ որ ինձ խորհուրդ էիք տվել, Թեմոում իմ գտածը զուտ պլիտան պաշտպանելու համար էր։ Մի հատ ծաղկակաղամ, կարծում ես ես կօգտագործեմ ուղղակի նենց ինչ-որ ճաշպանի համար, ուտելու համար, ոչ թե թթվի համար կգնանք ամեն ինչ մի անգամից կառնենք։ Մի պարուսակ էլ դատարկել, ձեր համբերությունը չէ չարաշահել։ Այստեղ հիմնականում մաքրության բաներ են, սպունգներից երկու հատ վերցրի, սրանք շատ լավն են այս տեսակը։ Շատ, սպունգն էլ սարդ։ Այս մազը վերցրինք, աշոտ պետքա ծնկին կսի, ասել ծունկը ցավում այս վերջերս, ու այդ ձևով գնում մարսվում, ասում եմ, եթե ցավում ան, պետք չի նորից դու ծանրաբեռնես, պետք չի այդ ծունկը օգտագործես, մարզես, պետք է թողնես հանգստանա, կարող է մկանա, բանա, չգիտեմ, ամեն դեպքում այսօր չգնաց մարզվելու, տանն այս վարժություններ արեց, որ ծնկանը, ծունկը չվնասի։ Հիմա այս բերել ենք, կսենք, ոնց որ մենթոլել է պարունակում այդ, որ մի քիչ սառացնում է, կսենք նայենք, կօգնի, կարծում եմ, որ կօգնի, պետք է ուղղակի հանգիստ տալ, էլի, եթե ցավում է, ասենք, պետք չի այդպես բրուտալ ձևով նորից մարզվել։ Այստեղ այնտեղ խանութում էլ ձեզ ցույց տվի, դատարկեմ տեսեմ հո բան չի թափվել։ Միշտ այս տեսակ բաները առնելուց թափվում են։ Այս զուգարանի գել, սեղանի վրա եմ դնում, դե ոչինչ, մի քիչ բան է, չէ։ Ջեռոցը մաքրելու համար այս վերցրի։ Հատուկ ջեռոցի միկրովելնեղանի համար։ Այս ամեն ինչ մաքրելու համար հեղուկա ցիտրոնի հոտով։ Այս խանոցի բանի մակերեսը, այս էլ նորից, այս ինքան շատ ենք հավանում սրա հոտը, զուգարանի գել շատ լավն է, լավենդելի հոտով, լավենդելը եղեսպակներ չէ, եթե չեմ սխալվում, այս դուշկելը վերցրի, ոնց որ խանութում ցույց տվի, ինքան նուրբ հոտ ուներ, լողանալու, լավն է շատ, լողանալու հոտը, այս էլ էլի, այս ժավել է, Էլի զուգարան բան մաքրելու համար, այս մեր ավանդական հեղուկ օճառները, այն մի անգամ լիդելից էի առել փոքր ամաններով, դեղցի հոտով էր մեկը, մեկն էլ չգիտեմ ինչի հոտով, այդ երկրորդը հենց չենք օգտագործել, բայց հեչ դուրս չի գալիս, իմ համար շատ է այդ հոտը, էլի այդ դեղցի բանի հոտը, ես ավելի շատ հակված եմ նուրբ հոտերի ու ծաղկային հոտերի։ Նուգա, Աշոտը ասում էր մարմալադ, բայց ես չեմ տեսել ակցիոնում մարմելադ, նուգա, մի անգամ էինք առել կերանք, ասում է, վերցնենք մեր իրիկունը, իրար հետ նստենք ու ուտենք, ասում, այ մարդ գոնի իրիկունը մի ասա ցերեկը, այս քացախ մաքրության համար, լիդելից էլ ենք առնում են մեծ շշերով, էլի հատուկ մաքրության համար, ինձ խնձորի քացախա պետք տեսնենք, երբ որ նորմալ սուպերմարկետ գնանք առնենք։ Քսենիայի համար հավի մսով կամ հավի մսի համով ինչ-որ համովություն ենք բերել, ես մի երկու օրը հացադուլեր արել, չեր ուտում, չգիտեմ ինչի համար, այդ որ խառնված դուրս էր գալիս, ես ցույց տվեցի այն մի վլոգի մեջ, որ դուրս էր եկել, այնտեղ հոտ էր քաշում վարդից, ծաղիկներից, լճաբացված բույսերից, թփերից, հացադուլեր հայտարարել, հիմա ոնց որ մի քիչ ուտում է, հիմա տեսենք լսրանից կուտի։ Այս աշոտը սոսինձ է վերցրել, իրան պետքա ինչ-որ բան կպցնի։ Ես այս տեզադորները վերցրի, այնտեղից չնայած եմ ասում, այս ֆիրման անունն էլ չեմ ուզում, տամ չեմ սիրում, բայց որպես հիմա ուրիշ խանութ էլ չմտնեմ, ու այս էլ ալյումինում չի պարունակում,
մի հատ դրանից վերցրի, մի հատ էլ սրանից։ Հետաքրքիր է, էլ չեն թողնում փչել, եթե փչում ենք, պետք է մենք առնենք, նախկինում թաքուն փչում էինք խանութի մեջ, նոր առնում էինք։ Ու այս հասարակ այս տեսակ մազի ռեզիններ, այս մազի ռեզինների թուլություն ունեն, մազերս էլի հավաքվում են, բայց հələ կարճ են էլի, այդպես կողքերից թափվում է, որ հավաքվում են։ Այսքան առևտուր էինք արել, իմ սիրելի բարեկամներ, հիմա իմ չսիրած պահը եկավ, պետք է տեղավորեմ։ Առևտուրը տեղավորեցի, հաց կերանք, հիմա սուրճի ժամը 4:15 է։ Եմ, որ ավելի ուշ չեմ խմում սուրճ։ Ես ինչ էլ անուշ հոտ ունի, շատ համով սուրճ է, շատ անուշ հոտ ունի։ Ես միացնեմ, հատ էլ բաժակ բերեմ։ Ծածկեմ, որ հեռուստացույցի ձայնը չխանգարի։ Իմ բլոգի մեջ, երբ որ վրացական խինկալի պատրաստում, վրաց մի քիչ ջուր եմ արել։ Չասեք ես ինչ ա թափել վրան։ Վրացական խինկալի որ պատրաստում էի, Աշոտ որ մի բան նկարեց, ասում էր, հետո համը կասեմ ոնց էր, չէ՞։ Ասեցի լավ, հետո դե կասես, ուրեմն երբ որ արդեն պետք է նստեինք ուտելու, կամերան միացրի, ասի որ տեսնեմ ինչ ռեակցիա է տալիս ու դուք էլ կլսեք։ Տեսավ կամերան միացրած է, ասել չէ, անջատի, ես էլ անջատեցի։ Դրա համար չասեց, էլի չուզեցավ նկարվել այդ պահը, որ ուտելու է, համտեսելու է։ Այնքան որ ասեց, խոստացա որ կասի ու չասեց։ Բայց համով էր։ Վրացական խինկալին շատ համով էր։ Չափերի համար, որ ասում եք չեմ գրել, թե ինչ, ես խմորն անելու ժամանակ ասեցի, որ 3 բաժակ ալյուր, մի բաժակ ջուր, մի ծու ու մի քիչ աղ, դե աղած ճաշակի, բայց ալյուրը խմորն անելուց ասեցի, չէ, որ ալյուրը մի քիչ ոնց որ քիչ եղավ, դրա համար մի քիչ 3 լիքը բաժակ, մի փոքր էլ ավելի, տենց ալյուր օգտագործվեց, այդ չափաբաժնով ստացվեց 18 հատ, դե տենց խոշոր խինկալիներ, շատ լավն էր, շատ հյութալի էր, արժեր, շատ լավն էր։ Հիմա սուրճը խմենք, իմ սիրելի բարեկամներ,